Այս տարվա հունվարի 1-ից բոլոր հարկատուներն իրենց հաշվետվությունը պետական եկամուտների կոմիտե պետք է ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով։ Սա է պահանջում եկամտային հարկի մասին օրենքի փոփոխությունը։ Ըստ օրենքի հաշվապահները պետք է ձեռք բերեն էլեկտրոնային կոդ եւ նույնականացման քարտ։ Այս գործընթացում հաշվապահները կանգնել են խնդրի առաջ։ Խնդիրները կապված են ID քարտի ձեռքբերման հետ։ Գրիգոր Առաքելյանը նույնականացման քարտ ձեռք բերելու համար անձնագրային վարչություն դիմել է մոտ 10 օր առաջ։ Նրա խոսքերով ID քարտը փաստացի դիմողներին տալիս են 1-1.5 ամիս անց, մինչդեռ եթե հարկատուն վճարում է պետական գույքի դիմաց նախատեսված 20,000 դրամը եւ եւս 3,000 դրամ, որը պարտադիր է բոլոր հարկատուների համար, ID քարտը տրամադրում են 1 օրվա ընթացքում։ Եթե հնարավոր է տալ 1 օրվա ընթացքում քարտը, ինչու է ձգվում շաբաթներ, երբեմն նույնիսկ ամիսներ։ Խնդիրներ կան նույնիսկ տեսչություններում հարկային անընդհատ կլսես այս արտահայտությունը ծրագիր չկա կամ ծրագրային խնդիր է։ ID քարտը, ինչպես գիտենք, տալիս է ոստիկանության անձնագրային վարչություն։ Ոստիկանությունից մեր հարցերին խոստացան պատասխանել միայն նախագահի ընտրություններից հետո անձնագրային բաժիններն ըստ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի անցել են 24-ժամյա աշխատանքային ռեժիմի եւ նրանց առաջնային խնդիրը ընտրացուցակների ճշգրիտ լինելն է։ Ինչևէ հաշվապահ Գրիգոր Առաքելյանին անձնագրային բաժնում տեղեկացրել են, որ նույնականացման քարտն կստանա միայն փետրվարի 28-ին, իսկ սա նշանակում է, որ նրա ընկերությունը կտուգանվի, քանի որ մինչև փետրվարի 20-ը նա պետք է ներկայացնի առաջին էլեկտրոնային հարկային հաշվետվությունը։ Կամ ոչ ճիշտ ձևի ներկայացնելու համար նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի 20 չափով, այսինքն 20,000 դրամի չափով։ Ստեղծված իրավիճակում փաստաբանը գտնում է, որ հարկատուներին տուգանքներից կարող է ազատել միայն կառավարությունը, եթե երկարաձգի հաշվետվության ներկայացման ժամկետը։ Տաթևիկ Ազիզբեկյան, Կարեն Չիլինգարյան, IPF